Խոսել է նաև խաղաղության համաձայնագրի մասին, ասել, որ դա մոլորեցնող է եւ միակողմանի, խոսելով նաև բանակցային գործընթացի մասին հնարավորություն տեսնում է դա վերադարձնել միջազգային օրակարգ, բանակցողին փոխելու եւ նաև այսպիսի ձևակերպում է արել, որ համարժեք իրավական գնահատականի արժանանան վարչախմբի գործողությունները։ Դժվար է մեկնաբանել անիմաստ հայտարարությունները, պետք է ասել հետևյալը, ես ձեզ բոլորիդ ուզում եմ հիշեցնել, որ 2023 թվականի, եթե չեմ սխալվում, օգոստոսն էր կամ սեպտեմբերի սկիզբն էր, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուղիղ հովանավորության տակ գտնվող ուժերը եւ Դաշնակցության Լեռնային Ղարաբաղում իրականացրեցին իշխանափոխություն։ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, իրենց ուժերը ընտրեցին պարոն Շահրամանյանին։ Այդ նույն օրերին, այսօրվա պես ես հիշում եմ, Ազատության հրապարակում անցկացնում էին հանրահավաք, որտեղ լրագրողները, եթե չեմ սխալվում, նույնիսկ նարեկներ կարող է, բայց վստահ չեմ, կամ փայլակներ, մոտեցան Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, հարցրեցին, ինչպես է գնահատում իրադարձությունները Ստեփանակերտում, ասեցին շատ լավ, ուրախ ենք, հույս ունենք, որ նույնը տեղի կունենա Հայաստանում։ Դրանից օրեր անց կամ շաբաթներ անց Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։ Այս մարդկանց եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ամբողջ քաղաքական հետագիծը սկսած 1998 թվականից նվիրված է հետեւյալ ֆորմուլային։ Այդ ֆորմուլան կայանում է հետեւյալում. դրոշակ դարձնել Լեռնային Ղարաբաղը, դա օգտագործել Հայաստանում իշխանություն զավթելու համար, իդեպ, երբ որ ասում են իշխանազավթումը կիրառելի է միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի բոլոր տարիներին, որովհետեւ այդ մարդիկ մեկ անգամ իրենց կյանքում ընտրություն հաղթած չկան։ Զավթել իշխանություն, հեսա այդ հարցը կտա կպատասխանեմ։ Զավթել իշխանությունը այդ պատրվակով, կեղեքել, հարստահարել, թալանել Հայաստանի ժողովրդին ու այս է իրանց կյանքը, իրանք ուրիշ քաղաքականություն չունեն, իրանք թքած ունեն թե Հայաստանի ինքնիշխանության վրա, թե ժողովրդավարության վրա, եթե հարցնեք որտեղից էին պնդումը, որովհետև Սերժ Սարգսյանը մի մարդ է, որը 2018 թվականին ասում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի, 2025 թվականին ասում է իշխանազավթում է տեղի ունեցել։ Մի հարց էլ տամ էլի, եթե ինքը ասում է, որ հայ ժողովուրդը սխալվեց, մեծ հաշվով դա էր ասում երևի Սերժ Սարգսյանը, չէ՞ որ մոլորեցրին հայ ժողովրդին։ Լավ, ենթադրենք իր տրամաբանությամբ մոլորեցրին։ Հետևաբար ինչու է 2018 թվականին տեղի ունեցած իշխանազավթում։ Ով է ումից զավթել իշխանությունը, ոնց ինչ մեխանիզմով, թող պատասխանի հետ։